Ավելի լավ է դուք ասեք, թե ով է ձեզ ֆինանսավորում։ Ինձ ֆինանսավորում է նաև ԿՊ-ն։ Ձեզ ասեմ, ուղիղ անուններով ասեմ, որովհետև չեմ կաշկանդվում անուններից, չէ։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե նրանք հավաքեն 8% կամ 8%-ից ավելի, սա սովորական ընտրություն չի։ Կարկանդակ ուտելը քաղաքական օրակարգ չի։ Բոլոր լրագրողներին նա համարում է թշնամի։ Դա արտառոց բան է։ Կճղենք, գցենք այն թուղթը, որը Փաշինյանը ստորագրել է Վաշինգտոնում։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր հրապարակախոս Արամ Աբրահամյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Սիրով։ Պարոն Աբրահամյան, դուք խոսում եք խելացի քվեարկության կարևորության մասին, ընտրություններին իհարկե։ Համարում եք, որ շատ կարևոր է, որպեսզի շարքային ընտրողները ձայնը տան նրանց, ովքեր հաստատապես հաղթահարելու են անցողիկ շեմը եւ չեն համագործակցի իշխանության հետ։ Մեծ հաշվով դուք կոչ եք անում պրագմատիզմով առաջնորդվել եւ դուրս գալ անձնական համակրանքների դաշտից։ Դուք այս կարևոր սկզբունքով առաջնորդվելու կոչ անում եք շարքային ընտրողներին, մինչդեռ համաձայն եք, որ այս սկզբունքներով առաջնորդվելու օրինակ նախ պիտի ցույց տան քաղաքական էլիտայի ներկայացուցիչները։ Հիմա դուք իրենցից հույսը կորցրել եք, կտրել եք, դրա համար եք շարքային ընտրողներին կոչ անում։ Այո, հույսս կորցրել եմ, որովհետև տեսեք, հիմա խնդիրը ես անուններով ասեմ, որովհետև ինչ-որ չեմ կաշկանդվում անուններից, չէ, խնդիրը Քոչարյանն է։ Առայժմ այս դրվածքով, եթե մենք հավատանք Գելապի այս հարցումներին, ապա խնդիրը Քոչարյանն է։ Քոչարյանը կփոշիացնի այն ձայները, որը նա ունի, այսինքն անդիմադիր ձայները կփոշիացնի, թե չի փոշիացնի։ Եթե նա մնա դաշինք եւ ստանա 5.5%, ինչպես որ այս հարցումն է ցույց տալիս, ապա նա չի մտնի խորհրդարան, այսինքն այս անդիմադիր ուժը խորհրդարանում չի հայտնվի, որովհետեւ 8% է պետք, չէ՞։ Եվ այդ ընտրողները, փաստորեն, այդ ընտրողների ձայները կկորչեն։ Դա հաստատ հաշվի առնելով, որ դաշնակցությունը մեջն է, հաստատ անդիմադիր էլեկտորատն է։ Այսինքն, եթե տեսականորեն վերցնենք, եթե Քոչարյանը Հայաստան դաշինքը հրաժարվի այս ընտրություններին մասնակցելու զուտ տեսականորեն, ապա հնարավոր չի, որ այն էլեկտորատը, որը պատրաստվում էր, այն ընտրազանգվածը, որը պատրաստում էր Քոչարյանին ձայն տալ, անցնի Փաշինյանին, դա բացառված է, չէ՞։ Հետևաբար այդ ընտրողները ձայն կտան կամ Ծառուկյանին, կամ Սամվել Կարապետյանին։ Իսկ գուցե բյուրեղացած ընտրազանգված է եւ Քոչարյանից այն կողմ եւ դաշնակցությունից այն կողմ որևէ անդիմադիր չեն պատկերացնում։ Այո։ Գուցե շատ քչերն են այդպես։ Շատ քչերը կարող են այդպես լինել, բայց ես կարծում եմ, որ մեծամասնությունը չի կորի այդ դեպքում։ Սովորաբար քարոզարշավին մեծանում է ընդդիմադիրների տոկոս, այսինքն պոտենցիալ տոկոս դեռ ունեն բոլոր ընդդիմադիրները։ Ես հույս ունեմ, այսինքն Քոչարյանին ես չեմ սիրում, հա, անձամբ ես դրա համար եմ ասում անձնական ռեակցիաներ բանից եւ նույնիսկ քաղաքական մեծ հաշվով քաղաքական ճակերտներում համակրանքներից, հակակրանքներից պետք է հրաժարվել։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե նրանք հավաքեն 8% կամ 8%-ից ավելի եւ Ծառուկյանի եւ Կարապետյանի հետ միասին մտնեն խորհրդարան, այդ դեպքում նրանք հանրագումարում ավելի շատ ձայներ կունենան, քան ԿՊ-ն։ Բայց ավելի անվնաս տարբերակ կլիներ, եթե նա հրաժարվեր եւ էլի մնացածները նույնպես, հա, եթե նա հրաժարվեր եւ այդ դեպքում կարծում եմ ավելի ապահով կլիներ, որ այդ երկու ուժերը կկարողանան 50%-ից ավել հավաքել։ Պարոն Աբրահամյան, ապահովության մասին եք խոսում։ Բոլոր ընդդիմադիր ուժերի համար ապահովություն է մասնակցության բարձր տոկոսը։ Այս առումով շատ կարևոր է, որ քաղաքական դաշտը, հատկապես ընդդիմադիրները կարողանան մոտիվացնել ընտրողներին, հա, որովհետև որպես կանոն ընդունված է համարել, որ Փաշինյանի ընտրազանգվածը խիստ կուռ է եւ մոբիլիզացված է։ Դուք ունեք մի այսպիսի գնահատական, ասում եք, իրական
հիշողության փոխարեն մարդկանց գլխում գերակշռում է միֆը, տես ասենք, կարծրատիպերը, միֆը։ Շատ հաճախ լրագրողական համայնքը մեղադրում է քաղաքական գործիչներին ընդդիմադիր սեփական փուչիկից դուրս չգալու մեջ եւ համեմատաբար չեզոք իներտ զանգվածներին չհասնելու մեջ, ինչպես նաեւ Փաշինյանի ընտրազանգվածի հետ չաշխատելու մեջ։ Տպավորությունը ինձ մոտ, որ այնուամենայնիվ լրատվամիջոցներին եւ լրատվական համայնքին, լրագրողական համայնքին նույնպես չի հաջողվում այդ փուչիկ ասվածը հաղթահարել, որովհետեւ չի հաջողվում իշխանության քարոզչությամբ թունավորված զգալի հատվածին ազատել, փրկել, այսինքն չի հաջողվում մտնել իշխանության պղպջակում պարփակված մարդկանց դաշտ եւ իրենց օգնել։ Այո, այդ երևույթը բնականաբար զուտ հայաստանյան չի, որովհետև կա այդ հասկացությունը information bubble, հա, այդ նույն փուչիկը։ Ես կարծում եմ, որ անդիմադիրները այո պետք է աշխատեն բոլորի վրա։ Ես այնքան էլ համաձայն չեմ, Լիլիթ ջան, որ միայն ինչ որ նիկոլական վառ զանգված է։ Միայն նրանք չեն քվեարկելու Փաշինյանի օգտին, պոտենցիալ նրանք չեն քվեարկելու, այլ նաև պարզապես կոնֆորմիզմով, պարզապես դե Աստված այդ բեթարից ազատի այդ սկզբունքներով առաջադրվող մարդիկ, որովհետև նրանք ովքեր խանդավառ վառ նիկոլական են, հա, միայն թե նախկինները չլինեն կամ չգիտեմ, միայն թե ռուսաստրուկները չլինեն, այդ զանգվածը, որը սովորաբար իմ մոտ գրում է այսպես մեկնաբանություններ համապատասխան որակի, նրանց մտքափոխ անել դժվար չի, բայց դա ենթադրում եմ, իհարկե սոցիոլոգները պետք է ավելի խորը ուսումնասիրեն, բայց ենթադրում եմ, որ դա Փաշինյանական ընտրազանգվածի կեսն է։ Մյուս կեսը պարզ կոնֆորմիստներ են, մանավանդ Երևանից դուրս, մանավանդ գյուղական շրջաններում։ Մեր թագավորն նրան ձայն կտա, եւ նրանք այդպես էին տալիս նաեւ նախորդ թագավորներին, այսպես ասած։ Դա իներտ ընտրազանգված է։ Եվ ամենակարևորը այն է, որ մարդիկ կան ըստ նույն հարցման եւ նաև իմ շրջապատում, նաև իմ ընթերցողների շարքում, որոնք ասում են չեմ գնա, ընդհանրապես չեմ գնա, բոլորը մի սալերի կտավ են, ինչ էլ լինի վատ է լինելու, ես որևէ դեպքում նախկիններին, չգիտեմ, իսկ նախկիններ են համարվում բոլորը, բացի Փաշինյանից, ձայն չեմ տա եւ այդ տեսակի մարդկանց հետ նույնպես պետք է աշխատել, որովհետև սա սովորական ընտրություն չի, մենք գնում ենք դեպի պետության, չեմ վախենա այդ չափազանցությունից կործանում, այսինքն դեպի ինքնիշխանության կորուստ։ Փաշինյանը եւ նրա քարոզիչները խոսում են ինքնիշխանության մասին, բայց նրանք տանում են դեպի ինքնիշխանության կորուստ։ Եվ այս պարագայում մարդիկ ում համար թանկ է օրինականությունը, սահմանադրականությունը, եթե պետք է ավելի մանրամասն հետո կասեմ, եւ ժողովրդավարությունը, նրանք պետք է անպայման գան տեղամաս, նրանք պետք է գան եւ քվեարկեն եւ էլի խորհուրդ եմ տալիս, բաում տանք ձայնը, խորհուրդ եմ տալիս, տեսեք վերջին հարցումն է, եթե գելապին չեն վստահում, կան ուրիշ հարցումներ, չէ, տեսեք որն է հաստատ, որ անդիմադիրն է հաստատ մտնելու խորհրդարան եւ նրան ձայն, եւ որ անդիմադիրը հետո չի, այսպես ասած, մտքափոխվի, տեսեք եւ ձայն տվեք։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը իրենով եւ իր շուրջը անընդհատ աղմուկ է ստեղծում, սա նաեւ քաղաքական քարոզչական տեխնոլոգիա է, որի մասին վերջերս հիշեցրել էր Կարեն Վրդանեսյանը, կոչվում է տարածքի հեղեղում։ Այսինքն սրանով 2-3 մի քանի խնդիր է Փաշինյանը լուծում, նախ լրացնում է իր հակառակորդների միտքը, օրակարգերը եւ երկրորդ հիասթափեցնում եւ հոգնեցնում է այն ընտրազանգվածին, որոնք այնուամենայնիվ կարծեք թե կարիք ունեն առաջարկ եւ բովանդակություն լսելու։ Եվ երբ հիասթափեցնում է այդ չեզոքներին, ապա քաղաքականներին մի զգալի հատվածի հետ է պահում փաստորեն ընտրություններին մասնակցելու մոտիվացիայից։ Անշուշտ։ Եվ սրանով նորից մեղադրում են լրատվամիջոցներին, որ համայնքը չի որդեգրում կուր սկզբունք Փաշինյանին մեծ տարածք չտալու դաշտում եւ հակառակը մեծ տարածք է տալիս, դրանով նպաստում է պատկերավոր ասած Փաշինյանով տարածքը հեղեղելուն։ Ճիշտ եք ասում,
Եվ ես կարծում եմ, որ այո, պետք չի, եթե դա ոչ քաղաքական օրակարգ, իսկ հաճախ Փաշինյանը հանդես է գալիս, որ օրինակ կարկանդակ ուտելը քաղաքական օրակարգ չի։ Պետք չի դա շատ քննարկել։ Տնոջից բաժանվելը քաղաքական օրակարգ չի, դա այդ ամենը պետք է ընդհանրապես կամ մի տողով լուսաբանել կամ ընդհանրապես չլուսաբանել։ Պարզ է, եթե Փաշինյանը ասում է, սպառնում է Սամվել Կարապետյանին, որ հիմա ես քեզ կսննկացնեմ, հիմա քեզ բորշ կդարձնեմ, դա քաղաքական է։ Այսինքն նա արդեն իսկ հայտարարում է, որ չի պատրաստվում մտնել զուտ քաղաքական ընտրապայքարի մեջ, այլ օգտագործելու է իրեն ծառայող, իր ձեռքի տակ ունեցող ռեսուրսները, ռեսուրսները, այսինքն վարչական ռեսուրսները, ինչպես նաև դատախազությունը, քննչականը, դատարանները, ԱԱԾ-ն, ոստիկանությունը նա օգտագործելու է, որպեսզի չլինի հավասար մրցակցություն եւ որպեսզի նա կարողանա ոչ հավասար մրցակցության պայմաններում նա կարողանա ճակերտներում հաղթել։ Դա քաղաքական է։ Իսկ մնացածը հեծանիվ քշելը կամ խորոված սարքելը դա քաղաքական չի եւ դրան իսկապես պետք չի տալ եւ համաձայն եմ Վրդանեսյանի հետ, որը ասում է, որ իրենով լցնում է, հա, բոլոր դեպքերով իրենով լցնում է լրատվական դաշտը։ Ինչպես դուք եք նշում, Փաշինյանը ցույց է տալիս, որ որպես ուղղակի հակառակորդ քաղաքական չի վերաբերվում իր մրցակիցներին, խիստ թշնամական վերաբերմունք ունի բոլորի հանդեպ։ Եվ սա շատերը համարում են նաև իր հաղթաթուղթը։ Մինչդեռ արդյոք ընդդիմադիրները վերանայել են իրենց վերաբերմունքը իշխանության նկատմամբ, որովհետև իրենք տողատակերում միևնույնը դիրքավորում եւ ներկայացնում են Փաշինյանին իբրև ուղղակի հակառակորդ քաղաքական, բայց ոչ իրենց իսկ գոյությանը սպառնացող թշնամի։ Թշնամի բառը այո, նա անկալում է բոլորին, ովքեր իր հետ համաձայն չեն, ոչ միայն քաղաքական գործիչներին, այլև ձեզ եւ ինձ, բոլոր լրագրողներին նա համարում է թշնամի։ Եվ այդպես էլ հայտարարում է, որ իմ թշնամիները պետության թշնամիներն են, հետեւաբար պետական մարմինները պետք է զբաղվեն մեզանով կամ բոլոր նրանցով, ովքեր սպառնում են իր իշխանությանը։ Հենց այդպես էլ ասում է, բայց նա ունի պետական ռեսուրսներ, որոնք օգտագործում է այդ թշնամանքը կապիտալիզացնելու, այսպես ասած, համար։ Մնացածը պետական ռեսուրսներ չունեն։ Ես կառաջարկեի այնուամենայնիվ նրանք, անդիմադիրները հարգարժան բոլոր, խոսեն, թե ինչով են նրանք տարբերվում Փաշինյանից, կարճ ասած։ Օրինակ, X կուսակցությունը ասում է, եթե ես գամ իշխանության, ապա ես չեմ հետապնդի հայ առաքելական եկեղեցի։ Դա արդեն իսկ ինչ-որ պոզիտիվ բան է, չէ՞։ Այսինքն նա կթողի, ինչպես եւ մեր սահմանադրությունն է։ Դա նորմալ է, պարոն Աբրահամյան։ Ինչպես եւ մեր սահմանադրությունն է ի վերջո պահանջում, օրինականությունն է պահանջում, հանգիստ թողել հայ առաքելական եկեղեցին։ Հա, չմիջամտել, չնշանակել ուրեմն թեմի առաջնորդներ եւ կարգալույս չհրճակել ինքդ քեզ կաթողիկոսի։ Եվ հա, իդեպ հա, կաթողիկոսի ֆունկցիաները իր վրա չվերցնել, հա, եւ չասել, այս սրանք ճիշտ են կարգալույսը, իսկ սրանք սխալ են։ Դա արտառոց բան է եւ հարգարժան եվրոպացիները, չգիտեմ, որոնք ժողովրդավարության փարոս են համարում Փաշինյանին, շատ մեծ հաճույքով ընդունում են այդ ապօրինությունները եւ հակաժողովրդավար։ Այսպիսի բաներ, այսինքն կոնկրետ բաներ, եթե նրանք ասում են կոնկրետ բաներ, որոնք իրագործելի են, եթե նրանք ասեն, որ մենք գանք իշխանության Արցախը կգրավենք, ոչ ոք չի ասում, բայց եթե նրանք ասում են այդպիսի բան, կազատագրենք։ Եթե նրանք այդպիսի բան ասեն, բնականաբար դա խիստ բացասական կլինի, բայց կոնկրետ բաներ իմ օրոք չեն լինի քաղբանտարկյալներ։ Հիմա կան իր այդ X կուսակցության օրոք չեն լինի։ Նրանք պետք է պոզիտիվ օրակարգ առաջարկեն եւ ռեալ, իրականանալի։ Չեն կարող նրանք ասել մենք կճղենք, գցենք այն թուղթը, որը Փաշինյանը ստորագրել է Վաշինգտոնում։ Այդ չի հնարավոր չի։ Նրանք պետք է հավատարիմ մնան մեր պետության, ոչ թե Փաշինյանի, այլ մեր պետության բոլոր ստանձնած պարտավորություններին։ Անկամ եթե այդ պարտավորությունները վնասում են Հայաստանի ինքնիշխանությանը։ Այո, պետք է հավատարիմ մնան, պետք է աշխատեն իհարկե
լավացնեն, չգիտեմ, եւ այլն։ Թե չէ տարբերություն չի լինի Փաշինյանի։ Թե չէ Փաշինյանի հետ տարբերությունը մենք պետք է ինքնիշխան լինենք։ Ինքնիշխան նշանակում է, որ դու չես փոխելու քո համանդրությունը Ալիևի պահանջով։ Այդ դա իրենք կարող են ասել։ Պարոն Աբրամյան, հետաքրքիր է տարբերությունների մասին եք խոսում։ Ես օրինակ նկատում եմ, որ շատ ընդդիմադիր ուժեր արդեն իսկ սկսել են դեռ վաղուց քաղաքական ծրագրի մասին խոսել ինտենսիվորեն։ Մինչդեռ կարծում եմ դուք էլ նկատել եք Նիկոլ Փաշինյանի ուժը հրապարակեց իրենց ծրագիրը, մի քանի օր է որ հրապարակել են, բայց որևէ ջանք չեն գործադրում այդ ծրագրի մասին խոսել։ Այստեղ երևի իրենք շատ անկեղծ են, որովհետև վստահ են, որ իրենց ընտրազանգվածին այդ ծրագիրը ամենևին հետաքրքիր չէ։ Հետևաբար արարողակարգային բաներ արեցին ու փակեցին, այսինքն մի ուժ, որը իշխանություն է, չի խոսում իր քաղաքական ծրագրի մասին արդեն քանի օր է հրապարակելուց ի վեր։ Չնայած այս հարցը իմաստ չունի, որովհետև իրենք ուժ են, որը 21 թվականին մի ծրագրով եկան իշխանության, բայց ժխտեցին ամբողջովին ժխտեցին այդ ծրագիրը։ Նաև Արցախի վերաբերյալ ամենակարևորը։ Ես կարծում եմ, որ այդ բառերը, այդ ռետորաբանությունը իրական Հայաստան, իմ տեսլականն է իրական Հայաստանը, դրա տակ ոչ մի բան չկա, և կարծում եմ ԿՊ-ն շատ լավ հասկանում է, որ դրա տակ ոչ մի բան չկա, այդ խոստումները, տնտեսականը սենց կլնի, չգիտեմ կրթականը նես կլնի, իրապես նրա ընտրազանգվածին չեն հետաքրում, նրա յադերն է այդպես միջուկային ընտրազանգվածին հետաքրքրում է պատժել նախկիններին, պատժել պետության թշնամիներին, պատժել ռսաստրուկներին եւ հոգեվորականներին։ Այսինքն ինչ-որ ոչ թե ինչ-որ լավ բան անել երկրի համար, այլ պատժել։ Այդ էլեկտորատին ճիշտ է ոչ մի բան չի հետաքրում։ Բայց դա չի նշանակում, որ մնացած կուսակցությունները չպիտի խոսեն իրենց ծրագրերի մասին։ Իհարկե, այս հարցը չեմ կարող շրջանցել, ուղիղ վերաբերում է մեզ։ Դուք խոսքի ընթացքում շեշտեցիք, որ Փաշինյանը նաև լրագրողներին է համարում թշնամի, եւ իշխանության ներկայացուցիչները կարծեք մրցավազքի մեջ լինեն, թե ով ավելի գրեհիկ եւ հետեւողականորեն կթիրախավորի լրագրողներին, թե ինքը Փաշինյանը ակնարկում է, որ դե երջանիկ եղեք, որ ձեզ չեն ծեծել։ Ու այս գծի մեջ հանրային հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ էր պատրաստել, այսպիսի վերնագրով 90-ականներից մինչև մեր օրեր ինչ է փոխվել։ Շատ բան է փոխվել, պարոն Աբրամյան։ Մեր պետության սահմաններն են փոխվել, եռաբլուրի չափերն է փոխվել։ Փոխվել է այն, որ Արցախում պատմության մեջ առաջին անգամ այլևս ոչ մի հայ չի ապրում։ Այն, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լրագրող է ձերբակալվել եւ սա արձանագրել է եվրոպական կազմակերպություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ուզում է, որ լրագրողական համայնքը այս փոփոխությունները չնկատի կամ հաշտ լինի այս փոփոխությունների հետ եւ իր քաղաքականությունը եւ շնորհակալություն ասի։ Եվ ուզում եմ հարցնել, ինչի կհանգեցնի իշխանություն լրագրողական համայնք այս ծրված հարաբերությունները, բայց ես կարծում եմ, որ սխալ ձևակերպում տվեցի, որովհետև այդ հարաբերությունների որակի պատասխանատունել է իշխանությունը։ Հիմա ինչին կհանգեցնի իշխանության այս վերաբերմունքը լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ։ Մի դետալ եմ ուզում այդ վերաբերմունքից մատնանշեմ անպայման։ Ենթադրեք դուք ինձ հարց եք տալիս Լիլիթ։ Ես ոչ թե հարցին եմ պատասխանում, ավելի լավ է դուք ասեք, թե ով է ձեզ ֆինանսավորում, չէ՞։ Եվ ոչ միայն ԿՊ-ականներն են ասում, այլև այդ մեկնաբանողները քեզ ինչքան են վճարում։ Իբր, ասենք, եթե դուք ռեստորան եք գնում, դուք մտնում եք խոհանոց, ասում եք, քեզ ինչքան են խոհարար, քեզ ինչքան են վճարում։ Կարող է ձերի ես դու աշխատում, կամ եթե դուք ջութակահարի եք լսում համերգի ժամանակ, դուք իրան ընդհատում եք, ասում եք, հələ մի նվագի, մի հատ ասա, քեզ ինչքան են վճարել ջութակ նվագելու համար։ Եթե կարելի է զավեշտի հետ կապված, լրագրողներիս մեղադրում են խոսելու համար վճարվելու մեջ, բայց մեր աշխատանքը խոսելու մեջ է, գրելու մեջ է, իմաստը խոսելու եւ գրելու մեջ է։ Հետևաբար մենք դրա համար պիտի վարձատրվենք։ Եվ այդ հարցը որ ով է ձեզ ֆինանսավորում, դա հնացած հարց է 90-ական թվականներից եկող, որովհետև այն ժամանակ սև շրջանառություն էր ամբողջությամբ եւ այլն եւ այլն։ Հիմա լրատվամիջոցները կնքում են պայմանագրեր այս կամ այն
քաղաքական կամ տնտեսական կամ այլ ուժերի հետ եւ ֆինանսավորում է այդ։ Ինձ ֆինանսավորում է նաեւ ԿՊ-ն, ձեզ ասեմ, ուղիղ, որովհետեւ ԿՎ-ի գովազդը կա, այո։ Հիմա դա ինձ կաշկանդում է, ոչ, չի կաշկանդում։ Ես կարծում եմ, որ ԿՊ-ն պետք է հեռանա, բայց ես իրենց գովազդը չեմ հանում, հասկանում եք։ Որովհետեւ եթե դա ցանցային գովազդ է եւ եթե բոլոր կուսակցությունները կան, հա, ես չեմ կարող այդ sales house-ին ասեմ, դուք բոլորը տվեք, բայց ԿՊ-ն մի տվեք, հա։ Եթե օրինակ Ալիևն էլ առաջարկեր, որ իր գովազդը դնեինք։ Չէ, իհարկե չէ։ Եթե Ալիևը դներ, դա մեր պետության, հա, պաշտոնապես մեր պետության թշնամին է։ Ես չեմ կարող։ Փաշինյանը պաշտոնապես թշնամին չէ։ Ես ընդհանրապես թշնամի բառն ինչպես ասացի։ Հիմա այդ բոլորը, հա, այդ բոլորը այդ իրենց հռետորաբանությունը ուղղված է իսկապես ազատ խոսքի, իսկապես լրատվամիջոցների դեմ եւ իրենց այդ համեմատությունը, թե ինչ էր եղել, բա այն ժամանակ ինչ էր եղել, եթե մենք այդպիսի համեմատություններ ենթադրենք լույս չկար, հա, 94 թվականին լույս չկար։ 94 թվականի մասին են ասում։ Իմ վրա հարցակում 94 թվականին։ Ռեպորտաժում նաև ձեր մասին հատված։ 94 թվականին լույս չկար։ Շնորհակալ եղեք, սիրելի բարեկամներ, որ հիմա լույս կա։ Չնայած երբեմն չկա։ Հա, այսինքն ինչ որ բանի համար շնորհակալ լինելը լավ է, իսեր ասո, պետք չէ այդպիսի բաներ խոսել։ Իսկ ընդհանրապես, այո, նրանց վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ ավելի վատն է, քան եղել է բոլոր նախկին իշխանությունների ժամանակ։ Դա զուտ լրատվամիջոցների կամ լրագրողների խնդիր չի, դա ընդհանրապես հասարակական խնդիր է։ Դուք արդեն սկսեցիք information bubble-ի մասին խոսել։ Դա ստեղծում է այդ թշնամանքը, այդ ատելությունը, այդ ագրեսիան, որը գեներացնում է Փաշինյանը եւ ԿՊ-ն, ստեղծում է այնպիսի մի վիճակ, երբ մարդկանց միջև ստեղծվում են պատեր, սառույց է առաջանում, որը Փաշինյանի հեռանալուց հետո նույնպես հեշտ չի լինի հալեցնել, այսինքն պետք կլինեն ինչ-որ հաշտության քայլեր, նոր իշխանությունը պետք է անի ինչ-որ հաշտության քայլեր, որպեսզի այդ սառնությունը վերանա։ Իսկ եթե Աստված մի արա Սերժ Փաշինյանը մնա, այդ սառնությունը, այդ թշնամանքը հարազատների միջև, եղբայրների միջև, նույն հիմնարկում աշխատողների միջև այդ թշնամանքը խորանալու է։ Դուք ագրեսիայի վերահասցեագրման հարցինել եք, խնդրինել եք անդրադարձել, հա, օրինակ Փաշինյանը չի կարողանում հաղթահարել Ալիևին, այդ կուտակած ագրեսիան կամ Պուտինին չի կարողանում պատասխանել, գալիս այդտեղ բանա սկանդալ ասարկում, հա։ Եվ այդպես, հա, հերթով ըստ ստորադասության ագրեսիան վերահասցեագրվում է, բայց վստահաբար յուրաքանչյուրս նկատել է ագրեսիայի ինչ աստիճան կա հանրային հարաբերություններում, սովորական հարաբերություններում, կենցաղային հարաբերություններում, եւ դա պատահական չէ։ Հետեւաբար ագրեսիան որևէ տեղ ոչ անհետանում է, ոչ վերափոխվում է, որովհետև դրա քաղաքականությունը չկա վերափոխել այդ ագրեսիան, այդ էներգիան վերափոխելու։ Ճիշտ հակառակը, սնուցելու քաղաքականություն կա, այն էլ իշխանության կողմից։ Նրանց սնում է ագրեսիան։ Հա, բայց այդ ագրեսիան, այդ կուտակված ագրեսիան, ախր վտանգավոր է հենց իշխանության համար, չէ՞։ Իհարկե վտանգավոր է, բայց դա նրանք չեն հասկանում։ Նրանք դա չեն հասկանում, չեն գիտակցում եւ կարծում են, որ ինչքան շատ կա ատելություն հասարակության մեջ, այնքան նրանց օգուտ է։ Որոշ ժամանակ գուցե այդպես լինի, բայց դա մշտապես չի կարող շարունակվել, որովհետեւ վաղ թե ուշ այն ատելությունը, որը նրանք սերմանում են իրենց կողմնակիցների մոտ բոլոր մնացածների նկատմամբ, այդ ատելությունը բումերանգի էֆեկտով գալիս կպնելու է նրան։ Սա բռնության կոչ չէ։ Սա բռնության կոչ չէ, սա խոսքը ատելության մասին է։ Շնորհակալություն, պարոն Աբրամյան։ Խնդրեմ։